2013 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարևորում է իր հաղթանակներով թե նախագահական, թե Երևանի ավագանու ընտրություններում։ Պետք է նշեմ, որ կուսակցությունը ի տարբերություն շատ կուսակցությունների, դա էլ ճիշտ, չի ծնվում միայն ընտրությունների հետ եւ անհետանում ընտրություններից հետո։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թեև չմասնակցեց նախագահի ընտրություններին, սակայն համամիտ չէ Հայաստանի Հանրապետական կուսակցության բնորոշման հետ։ Իրեն պասիվ կուսակցություն չի համարում։ Ավելին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը թեկուզ փոքրիկ, բայց ձեռքբերում է համարում իշխանական կոալիցիայից դուրս գալը։ Կանխատեսելով վատթարացող, բարդացող իրավիճակը, մենք դուրս եկանք այն պատասխանատվության տիրույթից, որում մնացին քաղաքական ուժեր, որոնց գործունեությունն էլ այսօրվա հետևանքի պատճառ է։ Տիգրան Ուրիխանյանը երկրի եւ Բարգավաճ Հայաստանի ձեռքբերումները միմյանցից չի տարանջատում։ Նա չի կարող հաշվի չնստել երկրի ծանր սոցիալական վիճակի, անտեսանելի տնտեսական աճի դինամիկայի, իրավահավասարության բացակայության եւ տնտեսական ու քաղաքական մենաշնորհի հետ։ Ամանորին մնացած մի քանի օրվա ընթացքում դեռ կան շատ մեծ թվով քաղաքացիներ, որոնց համար նույնիսկ ամանորի խորհուրդը նշելը, տոնը կազմակերպելը երկրորդական է։ Ժառանգությունը 2013-ին իր ուրույն տեղը զբաղեցրեց քաղաքական հարթակում, համոզված է խմբակցության падգամավոր Թևան Պողոսյանը։ Ըստ նրա ժառանգությունը ապացուցեց, որ սեփական ուժերին հավատալն ու պայքարելը անիրատեսական չեն։ Ժառանգությունը կարողացավ մնացած այլ խորհրդանական կամ արտախորհրդանական ուժերից լինել Երևան քաղաքի կառավարման, այդպես ասած, ավագանու շրջանակներում։ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը 2013 թվականին ոչ իշխանական ուժերի քայլերը այլ կերպ է մեկնաբանում եւ նոր երևույթներ արձանագրում։ Երկրորդ ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցությունը ոչ միայն չառաջադրվեց, այլ նաեւ որևէ դիրքորոշում չհայտնեց նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Նրանք շուրջ մի քանի ամիս մտան խորը քաղաքական քննի մեջ։ Նույնը կարող եմ ասել նաև ՀԱԿ-ի մասին։ Ինչ վերաբերում է ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանին, ապա ըստ Հանրապետական կուսակցության խոսնակի նա չկարողացավ օգտվել այն քաղաքական կապիտալից, որը նրան տվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2013 թվականի նախագահի ընտրություններում։ Նա Ռաֆի Հովհաննիսյանի բաց թողումներից է նաև համարում իշխանության հետ երկխոսության չգնալը։ Իսկ մյուս քաղաքական ուժերը տարին կամփոփեն ավելի ուշ։